Հաշվի առնելով, որ զանգերը շատ էին եւ այդ ամբողջ ընթացքում հենց քննչական գործողության ընթացքում, ձերբակալման ընթացքում հնարավորություն չունեի պատասխանելու բոլորիդ զանգերին, հիմա կփորձեմ ամփոփ ներկայացնել, թե ինչ տեղի ունեցավ մոտավորապես 1 ժամ ու կես առաջ։ Ուրեմն ասեմ, որ մենք Արշակ Սրբազանի հետ ու Արշակ Սրբազանը հրավիրվել էր հարցաքննության այն հայտնի տեսագրության գործով։ Հարցաքննությունից արդեն հասկանալի էր, որ հրավերը բոլորովին կապ չունի այդ գործի հետ կամ լրացուցիչ հարցաքննության նպատակը գոնե բացակայում էր, որովհետև որպես այդպիսին հարցերն էլ անհեթեթ էին եւ անիմաստ։ Հարցաքննությունը ավարտելուց հետո դուրս եկանք քննչական կոմիտեի գլխավոր մուտքից եւ հենց դրան մոտ մեզ դիմավորեցին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հայտնելով Արշակ Սրբազանին, որ նա ձերբակալված է եւ որ նրա նկատմամբ կա քննիչի կողմից կայացված ձերբակալման որոշում, սակայն ինչի համար, ինչ մեղադրանքով ոչինչ չներկայացրեցին, ասեցին, որ կիմանանք դա քննիչի մոտ։ Գնալով քննիչի մոտ պարզեցինք շատ զավեշտալի, շատ ծիծաղելի մի պատմություն։ Պարզվում է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում կամ նրան մեղադրանք ներկայացվեց, թե իբր նա 2018 թվականին, երբ մի խումբ քաղաքացիներ վեհապարի նկատմամբ ակցիա էին իրականացնում, ու այդ պատմությունը հավանաբար բոլորդ հիշում եք, թե իբր այդ ժամանակ Արշակ Սրբազանը մասնակիցներից մեկին վարկաբեկելու համար, այդ միջոցառման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով հանձնարարել է իր ծառայողներից մի շոր մեկին, որպեսզի այդ մասնակցի ուսապարկում դնի թմրամիջոց, պլան, իբր այդպիսի մի վարկաբեկման գործողություն են իրականացրել։ Եվ այսքանն էր, այսինքն ըստ էության այսքանն էր ամբողջ մեղադրանքը, բնականաբար այս պահին ես չունեմ նյութեր տվյալներ, որ հասկանամ, թե ի վերջո այդ որտեղից այդ ամեն ինչը, բայց շատ կարևոր մի հանգամանք կա, որ պետք է անպայման դրա մասին խոսել, որ այս իշխանությունը հենց այս մեղադրանքով ձերբակալելու, այնուհետև կալանքի տանելու նպատակներից մեկը, ինչ հոդված են դրել, փաստորեն Արշակ Սրբազանին մեղադրում են թմրամիջոցներ իրացնելու մեջ, մեղադրանքը թմրամիջոցներ իրացնելն է։ Ակնհայտ է, որ այս հոդվածով քաղաքական նպատակներով, հաշվի առնելով նաև Արշակ Սրբազանի դիրքորոշումները, այդ մասին հրապարակային նրա հայտարարությունները, զուտ կրում է հենց իրենք փորձում են վարկաբեկել Արշակ Սրբազանին։ Ներողություն, զանգ եկավ, խնդրում եմ մի զանգարեք այս պահին, որպեսզի հանրության մոտ ստեղծեն տպավորություն, թե իբր Արշակ Սրբազանը զբաղվել է թմրամիջոցների կամ զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ, բայց թմրամիջոցի իրացում հոդվածի փաստական, այդ մեղադրանքի փաստական հանգամանքներում դրված է, որ իբր Արշակ Սրբազանը հանձնարարել է ինչ-որ մեկին, որպեսզի ակցիայի մասնակցող քաղաքացիներից ինչ-որ մեկի ուսապարկում թմրամիջոց դնեն, որ հետո այդ մարդուն վարկաբեկեն։ Այսպիսի զավեշտալի, այսպիսի, չգիտեմ էլի, սենց մեղադրանք, ինչ ասեմ, Արշակ Սրբազանը ամուր է, ինչպես միշտ, շատ հետաքրքիր տրամադրությամբ, ինչպես ասում են, ամեն ինչ կսպասեինք, բայց ոչ այսքան, թեև իրականում արդեն բացարձակ ամեն ինչա պետք սպասել է այս իշխանություններից եւ նրա կամակատար քննչական մարմիններից, ասեմ, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շատ հանգիստ ձերբակալում, այսինքն չի իրականացվել որևէ ուժի կիրառմամբ կամ որևէ ֆիզիկական ուժ բռնություն չի եղել, ուղղակի հայտնել են, որ ձերբակալված է եւ մտնել ենք շենք։ Այսքանն էր, որ այս պահին ուզում էի ձեզ տեղեկացնել, հաշվի առնելով նորից եմ հիշեցնում են զանգերը, հաղորդագրությունները, որ առկա են, որին չեմ հասցնում ուղղակի պատասխանել։ Մնացածի մասին, այսօր սպասում եմ հիմա նյութերը, որպեսզի ուղարկեն, միջնորդության մասին է խոսքը մասնավորապես, դատարանի եւ կտանեն դատարան, վստահ եմ Հավան նստավայր, վստահ եմ ես այսօր նիստ կունենամ կամ կհանդիպեմ մեր շատ սիրելի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այսքանն էր, որ ուզում էի ձեզ ասել, հույս ունեմ այս ավտոլայվերը հաճախակի չեն դառնա ինձ մոտ։ Շնորհակալություն, ընթացքում էլի հանդես կգամ հայտարարություններով, հենց նորություն լինի, դատարան, դատավոր, ժամ, տեղ, այդ ամեն ինչի մասին կիրազեկեմ։